խոսեմ կբացատրեմ։ Բայց մինչև այդ թեմային անցնելը ես երեք ուրեմն մի երկու, եթե չեմ սխալվում, գրառումներ էի կատարել, որոնք բավական մեծ անդրադարձ ունեցան հակառակ իմ չեմ ուզում ասել հակառակ, չէ, ենթադրում էի, որ այդպես ասած տարբեր տեսակետներ են լինելու այդ գրառումների կապակցությամբ, տարբեր մեկնաբանություններ եղան։ Ես հիմա չեմ ուզում մանրամասնորեն անդրադառնալ այդ թեմաներին, բայց կարծում եմ անհրաժեշտ է որպեսզի մի փոքր բացատրությամբ առնվազն այսօրվա այս լայվի ընթացքում խոսեմ այդ թեմայի մասին, բարձրաբանումներ կատարեմ։ Նախ մի քանի հոգի բարեկամներից գուցե չհավատալով, որ ես կարող եմ այդպիսի գրառում կատարեմ, ներկայացնում եմ, որ սա իմ կեղծ էջն է, ես չեմ, չէ, ժողովուրդ ջան, սա ես եմ, Ռոբերտ Մարգարյանն է, որ 2018 թվականից հետո պայքարում է Նիկոլի դեմ եւ չի եղել նույնիսկ մեկ պահ, որ դադարեցած լինի պայքարը, հիմա էլ եմ պայքարում եւ շարունակելու եմ պայքար, բայց ասենք Իրանի դեպքերի կապակցությամբ իմ տեսակետները ես շատ համարձակորեն եմ արտահայտել, որտեղ համարձակորեն ունեմ համարձակություն խոսալու տարբեր թեմաների մասին եւ ամեն դեպքում վերջին հաշվով ես հաշվի եմ նստում օրվա ավարտին իմ խղճիս հետ եւ պարտավոր եմ նրան պատասխան տալ ամեն ինչը կողք դրած։ Եվ այդ գրառումներն էլ բնականաբար հենց այդտեղից էին գալիս, գրառումների դրդապատճառը ուրեմն այդտեղ։ Հետևաբար այդ գրառումները ինձ են պատկանում, ես եմ կատարել եւ ունեմ բնականաբար դրանց համար պատճառաբանություն, պատասխան, նաեւ արդարանալու հիմնականում պատճառներ ունեմ, որոնք այդ կաչկով կարծում եմ տրամաբանական է, հարգելով հանդերձ բոլոր նրանց տեսակետները, ովքեր դեմ են իմ տեսակետներին, գալիս են արտահայտում են։ Ի վերջո մենք ապրում ենք 21-րդ դարում, խոսքի ազատության դարում, Միացյալ Նահանգներ, եթե ոչինչ էլ մեզի չի տվել կամ այսա փոխադրվելուց հետո մի շատ པարզ բան է ինձ տվել, հարգել ուրիշի տեսակետը, հենց այնպես որ ինքդ քո տեսակետն ես հարգում, եւ եթե նկատեք, ես որևիցե անգամ բացառված է որևիցե մեկի տեսակետի տակ գնամ վիրավորանքան մի բան տնեմ, թե շատ տարածված է, եթե մեկ այսակ ես վիրավորում եմ, դու գնում ես, շատերը գնում են վիրավորանքներով են պատասխանում, փորձում են հակադարձել, ես չեմ անում այդ գործը, շատ հաճախ նույնիսկ ամենաթունդ քննադատությունները ես անպատասխան եմ թողնում, չեմ էլ անում իմ գրառումների տակից, քանի որ համապատասխան եմ ցանկացած մարդ, եթե մնում է կոռեկտության սահմաններում, եթե անձնական վիրավորանքների չի գրում, ասած քֆուր չի տալիս կամ չի, այդպես այդ մակարդակի չի իջնում, իրավունք ունի իր տեսակետն արտահայտելու, ինչպես ես եմ իմ տեսակետն արտահայտում։ Հետևաբար ես հարգում եմ բոլոր նրանց տեսակետները, ովքեր կողմ չեն կամ դեմ են իմ տեսակետներին, բայց ամեն դեպքում բացատրություն կա ամեն ինչի համար։ Նախ մաշատերը Իրանում տեղի ունեցողի համար շատ հեշտ, ամենահեշտ բացատրությունը այս օրերին գտնել հետևյալն է, որտեղ ժողովուրդը դուրս է գալիս, փորձում է բողոքի ալիք բարձրացնել, իր իրավունքները պահանջել, իր իշխանությունների դեմ ինչ-որ բան արտահայտել, ամենահեշտ միջոցն է, որ այդտեղ առաջ քաշել, ես ինչ գիտեմ, սիոնիստների հարցը, ես ինչ գիտեմ, միտեղ Սորոսի խնդիրը, գլոբալիստների խնդիրը, այդպես ամեն ինչը խառնել իրար եւ փորձել ցանկացած նման մեկ արդար բողոք ժողովրդի ընդվզում կապել նման շրջանակների։ Նման շրջանակներ դերակատար են, անշուշտ դերակատար են, իրենց լրատվական միջոցներով, իրենց ռեսուրսներով, դրամական, ցանկացած տեղ, որ նման շարժումներ են ստեղծվում, բնականաբար նրանք գնում են, փորձում են օգտվել առիթից, իրենց թեզերը տարածել, չի բացառվում, այո, որ նման տարրեր կան, բայց չի կարելի հիմնականում հարցականի տակ տանել կամ անտեսել այն հիմնական խնդիրը, որ առիթ է տալիս այդ բողոքներին, առիթ է տալիս այդ վզումներին, բերումը հասնում է ժողովրդի միտեղ, որ ժողովուրդը դուրս է գալիս փողոց իր սեփական իշխանության դեմ։ Հետաբար ես դեմ եմ այն տեսակետին, ուրեմն որ գալիս են իմ կոմենտների տակ, այս սիոնիստներն են սանում, այսպես է անում, հիմա կարող է այդտեղ Իսրայելի դրոշն էլ մեկ այդ ցույցերի ժամանակ բարձրացնում, ես կարող է պատահի հաջորդ անգամ երագույնը վերցնեմ գնամ այդ ցույցին, հիմա ցանկացած բան, որպես ասած չի նշանակում, որ ուղղակի եթե ինչ-որ դրոշ է բարձրանում, անպայմանորեն ինչ-որ տեղից դա հովանավորվում է։ Ես ուրեմն այդ գրառումները, որ կարդում էի երեկվա կոմենտների, դա հիմնականում խոսքը վերաբերում է հիմնականում մոռացամ ասեմ, եթե շատերը տեղյակ չեն ինչի մասին է խոսքը, ուրեմն ես գրառում էի կատարել, հետեւյալ շատ խավարոտ ասեմ, որ ուրեմն 2018 թվականին մեր տեսակը, հայի մեր տեսակը, որ հիմնականում այդքան էլ հաշ չէր Հայաստանի տեղի ունեցած իրողությունների հետ, ուներ երկու ընտրություն, ես այսեր էի գրել, որ կամ կարող էր ընտրել հեշտ ճանապարհը, որը շատ ներողություն եմ խնդրում, այնտեղ ուրիշ բառերով էի գրել, հիմա մի քիչ ավելի կոշտ բառերով ասեմ։ Կարող էր այդպես ասած տեղավորվել իշխանությունների համապատասխան վայրում, տաքուկ կյանքով ապրել, խաղաղ կյանքով ապրել, հայհոյանքներ չլսել, վիրավորանքներ չստեղծել,
Իսկ գիտեմ իր խաղաղ կյանքը վարել, թքած ունենալ Նիկոլն ինչ անում, ինչա տալիս, ինչ առնում, ով է գալի, ով է գնում։ Մի տեսակ ամեն տեղից էլ հավանաբար գովասանքներ գլսեին, շատ էլ ավելի լավ պայմաններում կապրեն։ Բայց իմ տեսակ ընտրեց մեկ այլ ճանապարհ, ընտրեց ամենադաժան ճանապարհը հենց 2018 թվականից։ Քֆուրներ լսեցինք, հայոյանքներ լսեցինք, վիրավորանքներ լսեցինք, քննադատություններ լսեցինք, ամենաթունդ բաները մեր հասցեին գրեցին, գրառումներ կատարեցին, բայց մեկ մնացինք անդրդվելի, քանի որ ես առնվազն հավատացած էի, որ ճիշտ եմ, քանի որ տեսել եմ այն ժամանակ ինչ իրավիճակա տեղի ունեցել, կոնե Իրանում, որ հետո ինչա պատահել եւ գուշակում էինք, որ բերելու է հասնելու է մեզ այստեղ եւ տեսանք, որ մենք սխալ չենք։ Ու հիմա զարմանալի է, որ շատ մարդիկ, որ այն օրը գալիս էին իմ գրառումների տակ հայոյանքներ էին գրում, քննադատում էին ինձ Նիկոլին քննադատելու համար, իրենք հիմա ինձանից շատ ավելի թունդ քննադատներ են դարձել Նիկոլի իշխանությանը։ Եվ հետո շարունակության մեջ հետեւյալ բանն էի գրել, որ հիմա էլ ես կանգնած եմ մեկ այլ ընտրության դիմաց։ Միշտ որ շարժում է ձևավորվել Իրանի ժողովրդի կողմից իր իրավունքների պաշտպանության համար։ Հիմա էլ ես պիտի որոշեմ ինչ անեմ։ Նստեմ երեսս թեքեմ, աչքերս փակեմ որպես իրանահայ, ով նաև այս պահին կրում է նաև իրանական անձնագիր, ունենալով քաղաքացի, լինելով երկաղաքացի, ամերիկյան քաղաքացիությունը, որ ստացել եմ ասենք մի 4-5 տարի առաջ, բայց ծնվելուց պահից ունեցել եմ իրանական քաղաքացիություն, մինչև այս պահը դա պարտորեն պահպանում եմ եւ կշարունակեմ պահպանել։ Հիմա ինչ եմ կարող անել։ Ես կարող էի, ինչպես 2018 թվականին տեղավորվելով իշխանությունների հետույքում հանգիստ կյանք վայել, հիմա էլ կարող էի երեսս թեքել, ասել չէ ոչ մի բան տեղի չունենում։ Դե մեր իրանահայ համայնքն ու հանգիստ իր ներողություն, իր կյանքով ապրում է, մեր եկեղեցիները գործում են, ամեն ինչը լավ է, մեր միությունները կան։ Դե դպրոցներում էլ մի 2 ժամ հայերեն շաբաթական, քանի ժամ դասավանդում են։ Դե մենք գումար էլ եթե պետք ենք ունենում, գնում ենք ձեռքներս, երկարում ենք, մեզի տալիս են։ Մենք ու խնդիր չունենք, ինչ անենք, տան ջարդեն իրար, փողոցում մարդկանց երեխեքի վրա կրակեն, մարդկանց կնոջ վրա կրակեն, ես ինչ գիտեմ, բժշկի վեստեն տանեն, բանդարկեն, ինչա իր Հիպոկրատի տված խոստումն է կատարել հիվանդին բուժելա։ Այդ ամեն ինչը չտեսնելու կարող էի տալ։ Ասեի դե բան չկա, ինձ կապ ունի, ես Միացյալ Նահանգներում նստած իմ խաղաղ կյանքով ապրում եմ։ Երեսս թեքեմ, ասեմ չէ, չեմ տեսնում, ոչինչ չկա, ամեն ինչը լավ է, ինչ էլ որ իրանք են անում, իրենց կապ ունի։ Բայց նաև կարող էի ունեմ երկրորդ ընտրություն այն, որ թեև ամեն դեպքում ինձ շուտ է շատ էլ այս պահին ուղղակիորեն չի, պես ասած, ազդում իմ վրա այս իրավիճակը, բայց առնվազն կարող եմ անտարբեր չլինել, իմ փոքրիկ բաժինը բերելով դառնամ Իրանի ժողովրդի ձայնը արտասահմանում։ Փորձեմ նրանց ձայնը հասնել, նրանց ովքեր գուցե չեն կարողանում բարձրաձայն խոսել ծանր պայմանների պատճառով, դառնամ նրանց ձայնը։ Հիմա խոսքը անշուշտ իրանայերի մասին չի, ողջ Իրանի ժողովրդի մասին է։ Եվ այո, ես ասացի, որ ինչպես 2018 թվականին ես պատմության ճիշտ կողմում եմ կանգնել, ինքս խղճիս հետ հաշվի եմ նստել, որ հիմա ինչ պետք է անեմ, որոշել եմ պայքարեմ Նիկոլի դեմ։ Հիմա էլի որոշումը եղել է այն, որ կարծում եմ հիմա ճիշտ ճանապարհն է, որ ես կանգնեմ Իրանի ժողովրդի արդար պահանջների կողքին։ Այո, ես երեք որոշեցի գնալ եւ մասնակցել այդ ցույցին, իդեպ առաջին անգամը չի, որ այդ ցույցին մասնակցում եմ, մեկ անգամ էլ եմ գնացել մասնակցել, դրա մասին չէի գրել, բայց այսօր երկրորդ անգամը երեք գնացի մասնակցեցի այդ ցույցին, որտեվ գիտեի, որ շատ մեծ քանակ իրանցիներ գնում են։ Եվ իդեպ մեծ թվով իրանահայեր, ես ես ասում եմ, որ մեծ թվով իրանահայեր երեկվա այդ ցույցին այդտեղ ներկա էին եւ մասնակցում էին։ Բայց մի շատ կարևոր բան եմ ուզում ընդգծել, որ ես չէի գնացել այդտեղ շահի որդուն պաշտպանելու, ինչպես շատերի մոտ այդպես սխալ տպավորություն կա։ Ես գնացել եի կանգնել Իրանի ժողովրդի կողքին։ Եթե երեք այդ վերևում, ես ինչ գիտեմ, կամ ուրիշ տեղում ուրիշի անուն լիներ, բայց կարողացած լիներ ժողովրդին համախմբել, բերել դուրս եւ դառնալ Իրանի ժողովրդի արդար ձայնը, ես նրա կողքին կանգնած կլինեի։ Ինձ համար կարևոր Իրանի ժողովուրդն է եւ նրա ընտրությունն է, որը կկատարի եւ ես ներողություն քարգեմ այդ ընտրությունը, ինչ էլ որ լինի։ Ամեն դեպքում իմ խնդիրը այն չի, թե այդ վերևում շահն է կամ ուրիշ մեկն է։ Մեկը ես ամեն դեպքում կանգնած եմ լինելու Իրանի ժողովրդի կողքին, որպես մեկ իրանահայ, ով ամեն դեպքում գիտի հետևում է եւ տեսնում է ինչա կատարվում։ Ես ինչ գիտեմ Iran International-ի լուրերին եմ հետևում, ոչ ես գիտեմ Instagram-ում տարածված այդ լուրերին անշուշտ հետևում եմ։ Բայց ինձ համար ես ունեմ մտածողություն, տեսնում եմ, կարողանում եմ դատելու ուժ ունեմ, կարողանում եմ դատել հասկանալ ինչն է ծայրահեղություն, անշուշտ այդտեղ էլ մեծ թվով ծայրահեղություններ կան խոսքերի մեջ, որ բնականաբար ոչ կիսվում եմ, ոչ էլ հավատում եմ դրանց։
Բայց էլ իմ աչքերին կարող եմ հավատալ, որ երեք գնացել եմ, տեսել եմ ինչպիսի բազմություն է փողոց դուրս եկած եղել եւ արդար պահանջ է ուրեմն ներկայացրել։ Ուրեմն իմ կոմենտների տակ մեկնաբանությունների տակ երկու խմբի մարդիկ կային։ Իրանահայեր էին, որոնք հիմնականում բողոքել էին, որ իմ գրառման կապակցությամբ, իդեպ լայքերի մեջ խրախուսիչ բաներ էլ կային իմ համար, որոնք ցույց էին տալիս, որ չէ, սխալ չեմ, ամեն դեպքում ճիշտ ուղղության վրա եմ, եւ նշակն էլ մարդիկ էին, ովքեր կապելակում են մի նման արտասահմանում եւ կարծիք էին հայտնել։ Ես իրանահայերի դեպքում որից կարծիք չունեմ, հասկանում եմ իրանց, լրիվորեն հասկանում եմ իրանց 100%-ով, ամեն դեպքում ես էլ չեմ կարող ոչ մի ռազմական միջամտության կողմ լինել այս պահին, բնականաբար իմ ցանկությունը չի, որ ռազմական միջամտություն կատարվի։ Ես 8-ամյա պատերազմի ժամանակ ապրել եմ Իրանում, ապրել եմ այդ պայմաններում, գիտեմ ինչա հրթիռների տակ ապրել, գիտեմ ինչա պատերազմ, 8 տարի ես պատերազմ եմ տեսել, այնպես չի, որ չեմ հասկանում ինչա կատարվում։ Ես էլ եմ դպրոց գնալու ժամանակ տեսա թե ինչպես է ռմբակոծվում իմ հարևանության մեջ։ Իմ տանս դիմացը, մեր տանը, որ բնակվում էի, դիմացում հրթիռով հարձակվել են, մեր տան ամբողջ ապակիների ցածակի մեր տունը վնասվել է։ Ես գիտեմ ինչի մասին եմ խոսում։ Հասկանում եմ 12-օրյա պատերազմի ժամանակ ինչպիսի սարսափելի իրավիճակ է եղել մի քանի ամիս առաջ այդ հրթիռային հարձակումների ժամանակ։ Խնդիրը այդ չի, որ խրախուսում ենք պատերազմ։ Խնդիրն է նա, որ այս իրավիճակով, որ այսօր շարունակվում է Իրանի իշխանությունների վարկագծի պատճառով, մեկը ամեն դեպքում հանգելու եք պատերազմի, այսինքն ամեն դեպքում այդ պատերազմը լինելու է։ Հիմա շատ ծիծաղելի է, որ շատերը այդպես ասում են, բա դուք պատերազմ եք ուզում գնացել եք, այնպեսի տպավորություն է, որ նախագահ Թրամփը նստել է իր օվալաձև գրասենյակում, սպասում է, որ Ռոբերտ Մարգարյանը պիտի մի հատ գրառում ատա Facebook-ում կամ գնա, ես ինչ գիտեմ, City Hall-ի դիմաց Լոս Անջելեսին ցույցի մասնակցի, որ ինքը վաղը որոշի հարձակվի Իրանի վրա, Իրանը ռմբակոծի, թե չէ, որ հիմա եթե ես գնացել եմ, հեսա վաղը Թրամփը հարձակվելու է։ Չէ, շերիներս, ինձանից որից է բան կախված չի, ձեզանից էլ կախված չի հավանաբար։ Այն բանը, որ տեղի ունենալու, տեղի կունենա։ Ես միշտ եմ ասել, մենք դրա վրա ազդելու ցավոք սրտի ոչ մի հնարավորություն չունենք։ Իրավիճակը այսօր չափազանց լուրջ է, հակառակ այն բանի, որ շատերը պատկերացնում են։ Պարզապես ժամանակ խլելու եւ ժամանակ շահելու հարց է։ Թրամփը միանշանակ է իր որոշումների մեջ եւ Իրանի իշխանություններն էլ անզիջում են։ Ես էլ իրենց եմ հասկանում, որտեվ գիտեն, եթե ամեն ինչը որ Թրամփը պահանջում է զիջեն, պատերազմ չլինելու դիմաց, դա նշանակում է կապիտուլյացիա շատ ավելի ծանր այն կապիտուլյացիայից, որ ասենք այսօր պարտադրվել է Հայաստանին։ Իրանի իշխանություններից ոչինչ չի մնալու այդ կապիտուլյացիայի արդյունքում։ Հետաբար նրանք դժվար թե այդ կապիտուլյացիային ենթարկվեն, փորձում են ավելի լավ տարբերակ գտնել եւ ժամանակ են շահում, պարզապես ժամանակ շահելու այստեղ խնդիր է, բայց մինչեւ որտեղ կարող են դա շարունակել, դա է հարցը։ Միանշանակ այս իրավիճակով որ գնում եք առաջ, մեկը պատերազմը լինելու անկախ նրանից որ Ռոբերտ Մարգարյանը գնայի ցույցին մասնակցի, Facebook-ում գրառումը կատարի կամ մյուսը կատարի, թե չէ։ Իրավիճակը ամեն դեպքում ուզում եմ շեշտել, որ ծանր է։ Խոսում են, ես ինչ գիտեմ, Իրանի մասնատման վտանգի մասին փոփոխության դեպքում։ Դա էլ է ինձ համար մի քիչ տարօրինակ թվում այդ մեկնաբանությունը որ կա։ Շանից շուրջ 1 ամիս առաջ Թրամփը մինչև հարձակման սեմին կանգնած է եղել Իրանի դեմ։ Այդ իրադարձությունները որ տեղի ունեցան, դրա հաջորդող չորեքշաբթի օրը նույնիսկ Իրանի իշխանությունները խոստովանեցին, որ մինչև պատերազմի պահը արդեն հասել է եւ հիմնականում Թուրքիայի միջամտությամբ, Էրդողանի միջամտությամբ, որ Իրանի իշխանությունները փրկվել են եւ այս պատերազմը տեղի չի ունեցել ու նաեւ արաբական երկրների միջամտությամբ Իրանի հարևան երկրների։ Հիմա հարց է ծագում, եթե խնդիրը հիմնականում Իրանը մասնատելը լինի, Իրանը թուլացնելը լինի, Թուրքիան, արաբական երկրները ինչու են կանխում Թրամփին թույլ չտալի դա տեղի ունենա։ Առաջինը նրանք պետք է շահեն, չէ՞, այդ իրավիճակից։ Հարց տվել եք ձեզ, ինչու այդ իրավիճակում նրանք կանխում են այդ ամեն ինչը թույլ չեն տալիս, որ դա տեղի ունենա։ Եթե ճիշտ լինի այդ տրամաբանությունը, որ հարձակում լինի, մասնատում կլինի, Իրանը, ես ինչ գիտեմ, այսպես կլինի, այնպես կլինի, կթուլանա, Իրանից ոչինչ չմնա, դրանից Էրդողանն ու Թուրքիան առաջինը պետք է ուրախանան։ Արաբական երկրները առաջինը պետք է ուրախանան։ Իրանի այդ հարևանները, որ ատամ են սրել Իրանի վրա, առաջինը պետք է ուրախանան։ Բայց ինչու են առաջին հենց իրենք թույլ չեն տալիս այդ ամեն ինչը տեղի ունենա։ Որտեվ շատ լավ են գիտակցում, որ այս իրավիճակը շարունակելով մեկը Իրանը հասնելու այդ կետին եւ այս պահին թուլացած Իրան ունեն կեր։ Եվ այդ թուլացած Իրանը
իրենց ձեռնտու է։ Թուրքիան չի թողնում իրավիճակը փոխվի Իրանում, որտեղ հենց այս իրավիճակը իրենց համար ամենաձեռնտու իրավիճակն է։ Թուլացած Իրան, որի ռեալը ոչ մի արժեք չունի, որի քաղաքացիներին աշխարհում չեն հարգում, մարդիկ դժվարությամբ են գալիս, այդտեղ տուրիստ չկա, մարդիկ եթե չեն գալիս Իրան, գնում են Թուրքիա, տուրիստ գնում են Արաբական Միացյալ Էմիրություններ, նույն արաբական երկրների պատճառով։ Մի հատ պատմության գրքերը վերցեք, բացեք, նայեք, որ մինչև 70-ական թվականների ավարտը, 80-ական թվականների սկիզբը նախորդ դարի, երբ Իրանը իր ամենահզորության պայմաններում էր գտնվում նախկին ռեժիմի օրոք, արաբական այդպես Դուբայ գտապես գոյություն ուներ, անապատ էր այդտեղ, պարզապես անապատ էր։ Թուրքիա ով էր գնում, ով էր արժեք, Թուրքիան մի հատ հետամնաց երկիր էր մինչև այդ պահը։ Այդ պահից այդ դրանք սկսեցին շահել, զարգանալ, մեծանալ, դառնալ այսօրվա Դուբայը, Արաբական Միացյալ Էմիրությունները կամ ես չգիտեմ այսօրվա հզոր այսպես կոչված տնտեսություն ունեցող Թուրքիան, երբ Իրանը սկսեց թուլանալ։ Բնականաբար նրանք չեն ուզում թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Եվ Իրանում փոփոխություններից հետո որ այդ ամեն ինչը կարողա տեղի ունենալ։ Ես չեմ ուզում ասել դա միանշանակ այս ամեն ինչը թվաբանական մաթեմատիկայի նման 2 գումարած 2 4 լինելու վերջում չէ, բայց հաստատ միտեղ պիտի նստել մտածել, որ այստեղ այնպես էլ այնքան էլ ամեն ինչը այդպես չի, որ բոլորս են կարծում։ Մեկը Իրանում այս ամեն ինչը չի հանդարտվելու, հասկանալի այդ սոցիալական վիճակը, հասարակական վիճակը, որ կա, չի հանդարտվելու։ Հազարավոր մարդիկ են զոհվել 2 օրերի ընթացքում փողոցում, հասկանում եք, սա ծանր մի բան է։ Պետական տվյալներով, որոնք հրապարակվել են Իրանի կառավարության կայքեջում, մոտավորապես 3000 մարդու անուն պաշտոնապես հայտարարվել է։ Իսկ եթե պետական ռեսուրսները, ինչպես ցանկացած երկրում 3000 հոգու մասին են հայտարարում, դուք հավանաբար դա պետք է մի քանի անգամ մեծացնեք այդ թիվը։ Այդ մարդիկ ունեն եղբայրներ, քույրեր, հարազատներ, հասկանում եք։ Ու այս վիշտը, այդ չասում, այս ընդվզումը չի հանդարտվելու, դա մնում է հասարակության մեջ եւ միտեղ էլիա պայթելու եւ հաջորդ անգամ ավելի թունդ է պայթելու։ Էսա կարևոր խնդիրը։ Մի հատ նայեք Իրանի հասարակության մեջ տեղի ունեցած նախկին իրադարձությունները վերջին մի քանի տարիների։ Ամեն անգամ այդ բրտալի վիճակը մի տասնյակ անգամներ ավելի թունդ է դառնում։ Եվ վստահ եղեք հաջորդ անգամ դա շատ ավելի թունդ է դառնում։ Ու եթե Իրանը կսիրիականացվի, այն դեպքում կսիրիականացվի, երբ այս վիճակին լուծում չտրվի եւ այդ ընդվզում մնա ժողովրդի մեջ, տեղի կունենա այն, ինչ որ տեղի ունեցավ Սիրիայում։ Շատերը մտածում են Սիրիան Սիրիա դարձավ, երբ էսի չտեմ դուրսից միջամտություն եղավ։ Ոչ, Սիրիան էսի վիճակի մատնեց այն պահից, երբ Բաշար Ասադը չպատրաստվեց ես արաբական գարունից հետո հաշվի նստել, ինչպես ուրիշ երկրները հաշվի նստեցին իրեն ժողովուրդների կամքի հետ եւ խնդիրը հաշտ ու համերաշխ հանգում եզակացություն ունեցավ, ինչպես ասենք Եգիպտոսի դեպքում, սկսեց փողոցում ժողովրդին կոտորել, կրակել ժողովրդի վրա, բանտերը լցնել, ինչը ցավոք սրտի անում է Իրանի իշխանությունները։ Եվ արդյունքը եղավ այն, որ ժողովուրդը այլևս ճարահատյալ մտածեց դիմի արդեն արտաքին միջամտության կամ ներքին ընդվզումների։ Սա է այն վտանգը, որ Իրանին սպառնում է ապագայում, եթե ինչքան շուտ այս իրավիճակին լուծում չտրվի։ Հետևաբար ես կարծում եմ, որ սխալ չեմ իմ տված որոշման մեջ, այս իրավիճակը ներողություն եմ խնդրում բացատրեցի սկզբում հազի համար։ Ամեն դեպքում այս իրավիճակը շարունակվելու է եւ բայց կրկնում եմ, ես իմ իրանահայ բարեկամներին, ովքեր այս պահին մտահոգությամբ են մոտենում, հասկանում եմ իրենց։ Նաև